Հարազես հայերի բարեկամներ, այսօր մեր հյուրն է Կապիտան Հովհաննիսյանը։ Մենք խոսել ենք Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի մասին, ինչպես նաև վերջին օրերս այսպես կտրուկ սրված ռուս-թուրքական հարաբերությունների մասին։ Ես տեղյակ եմ, որ դուք վերջերս եք վերադարձել Թուրքիայից, բայց կխնդրեի ուրեմն Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը երևի սկսենք այս ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումից, ինչքանով է այն ինչ որ կատարվեց, անպատասխանում Թուրքիայի ներքին քաղաքական իրավիճակում կատարվող Իրանի մասով։ Շնորհակալություն։ Ուրեմն իսկապես երևի թե ամենահրատապ հարցը այսօր դա հայ-ռուս-թուրքական հարաբերությունների ծերունն է, որը կապված է ինքնաթիռի խոցման հետ Թուրքիայի ռազմական օդային ուժերի կողմից եւ այստեղ թվում է թե բավական ինֆորմացիա կա, բայց այնուամենայնիվ դեռ քննվելիք խնդիրներ կան, որոնք բացված չեն, սակայն մի քանի հարց է ծագում, երևի, որոնց փորձենք, ասենք, պատասխանել առկա ինֆորմացիայի հիման վրա։ Հաշվի առնելով ես որպես թուրքագետ հաշվի եմ առնում նաև իհարկե այն լրատվական հոսքը, որը կա Թուրքիայում։ Առաջինը, արդյոք ինչ էր ուզում Թուրքիան ընդհանրապես Սիրիայում, որն էր Թուրքիայի սիրիական քաղաքականությունը, ասենք փորձենք ուրվագծենք, մյուս հարցը, որ ծագում է, արդյոք դա ինքնուրույն որոշում է, ինքնուրույն քայլ էր Թուրքիայի կողմից, թե համաձայնության քայլ է իր գոնե ՆԱՏՕ-ի դաշնակիցների ուրեմն հետ համաձայնեցված էր, թե ոչ, մյուս հարցը ինչ հետևանքներ դա կբերի թուրք-ռուսական հարաբերություններում եւ իհարկե մեզ համար կարևորագույն խնդիրը ինչպես դա կանդրադառնա Հայաստանի վրա։ Ուրեմն սկսեմ առաջինից, եթե կարճ նկարագրենք, հետո եթե հարցեր լինեն ավելի կարող մանրամասնել, որն էր Թուրքիայի սիրիական քաղաքականությունը, ինչ է ուզում Թուրքիան Սիրիայում, եւ ինչու է այդքան հետաքրքրված եւ ինչպես ասած ընդգրկված սիրիական քաղաքականության մեջ։ Գիտեք, որ մենք ձեզ հետ նաեւ հանդիպումների ժամանակ, որը սկսած 2011-12 եւ մյուս տարիներին պարբերաբար հանդիպել ենք եւ խոսել ենք դրա մասին։ Ուրեմն Թուրքիան դիտարկում է Սիրիան որպես իր ազդեցության գոտի եւ շանս Սիրիայում բարձրացած այդ ապստամբությունը, զորավարությունը, որպես շանս դառնալու տարածաշրջանային լիդեր հավաքությունների ուղղության տնին։ Հիմա ավելի կոնկրետացնելու համար ուրեմն երկու խնդիր կա Թուրքիայի համար, որը նա փորձում էր այս տարիներին լուծել, որը չէր հաջողվում, դա այսպես կոչված բուֆերային գոտու ստեղծումն է, այսինքն Թուրքիան Սիրիայի հետ մոտ 900 կիլոմետրանոց սահման ունի եւ այդ սահմանի վրա բնակվող բնակչությունը հիմնականում դա քրդական բնակչություն է, հետեւաբար Թուրքիան ամեն կերպ չցանկանալով իր, ասենք, նույն սահմանամերձ գոտու քրդական բնակչությունը, որը նաև ունի այդ պայքարելու, ինքնության համար պայքարելու ձիրքը, թույլ չտալ միավորվել երկու այդ քրդական ուժերի իր սահմանի եկամուտով, այսինքն աղճատել դա։ Եվ ստեղծել այսպես կոչված թռչկազերծ գոտի, դա Թուրքիայի նախաձեռնություն էր հենց այդ Սիրիայում ռազմական գործողությունների սկզբից եղել, որին դեմ էին Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ թռչկազերծ գոտու ստեղծմանը։ Սակայն վերջին շրջանում կարծես թե ինչ եւ ինչ առևտուրի շնորհիվ ամերիկացիները կարճ բլանշ տվեցին Թուրքիային եւ կարծես թե համաձայնեցին ոչ ամբողջ երկայնքով, բայց գոնե 100 կիլոմետրանոց այդ հատվածով սահմանի ստեղծել այդ այսպես կոչված բուֆերային գոտին, որտեղ կտեղավորվեն այդ, ինչպես իրենք են անվանում, ապստամբների, ուրեմն վարժաճամբարները, եւ որը հնարավորություն կտա Թուրքիային ազատորեն եւ վերահսկել այդ գոտին, անցուդարձ իրականացնել, ռազմամթերք մատակարարել եւ այլն,
Ուրեմն եւ հիմնականում այդ 100 կիլոմետրանոց գոտի բնակեցված է այդ թվում, ոչ միայն այդ թվում այդ կոչված սիրիական թուրքոման, ինչու իրենք թուրքոման են անում, դա թուրքական ծագում ունեցող ցեղեր է, որոնք վարել, ասենք, իվեր այդտեղ բնակություն հնարավորություն, նմանատիպ բնակություն նաև իրաքում կա, եւ Թուրքիան նաև Իրաքի թուրքոմանների գործոններ օգտագործել, ուրեմն այդ թուրքոմանները նրա համար հենակետ են Էրդողանի համար, իր քաղաքականությունը անցկացնելու համար հենակետ են։ Ուրեմն մյուս բանը գաղափարը, որ էլի շատ հետաքրքիր է, որը տապալվեց, այսինքն այդ բուֆերային գոտու ստեղծումը արկախվեց, ամենաթափ Թուրքիան փորձեր էր անում, որից նաև որոշակի սադրանքների էր դիմում, որպեսզի ՆԱՏՕ-ի գործընկերներին ներգրավի այդ իր ծրագրի մեջ, որովհետև ասենք թե պարբերաբար ինքն իրեն, այս Ակչաքալը, որ զարմանամերձ գոտում գտնվող փոքրիկ գյուղը, ինչ-որ ռմբակոծումներ էր անում, հետո նեղացում էր, որ տեսեք սիրիական կողմից ռմբակոծումներ են գալիս դեպի տարած իմ անվտանգությունը սպառնալիքի տակ է, ես պետք է բուֆերային գոտու անհրաժեշտությունը ամեն կերպ փորձում եմ ամրապնդել։ Մի ուրիշ էլի սադրանքի տիպի, ասենք, ծրագիր, որ ուներ Թուրքիան, դա այն է, որ այդ ամբողջ երկայնքով ինքը ստեղծեր այն այդ բուֆերային գոտի կոչեցյալը, ինքը անվանում է թուրքական լրատվամիջոցներում կոչվում է թամփոն զոնը, այսինքն բուֆերային գոտի, որտեղ Թուրքիան շահարկելով այդ Սիրիայից փախստականների գործոնը ուզում էր գումարներ ստանալ տարբեր միջազգային կառույցներից եւ ստեղծել այսպես կոչված իրենց լեզվով ասում կոնտեյներ քաղաքներ։ Ինչ է նշանակում կոնտեյներ քաղաքներ, այսինքն այդ վրանային, գոտում գտնվող սիրիական փախստականներին ինքը նախ շինարարական, այսպես ասած, գումարներ էր ստանում շինարարության համար, պայմանագրեր էր ձեռքբերում, զարկում էր այդ մի քանի այսպես փախստականների ավելի հիմնավոր քան վրանային քաղաքներ, եւ դրանով այդ արաբներին, փախստական արաբներին սա իր այդ սահմանի երկայնքով այդ թամփոն զոնը կոչեցած տեղադրելով, նա նաեւ տարրալուծում էր տեղի քրդական բնակչությունը արաբներով տեղադրելով, հետագայում ինչպես իրենք էին ծրագրում։ Հնարավորության դեպքում, եթե ինչ-որ խնդիրներ ծագի, նա հեշտությամբ կարող էր ղեկավարել եւ հրահրել արաբ քրդական ընդհանուրները այդ իր կողմից վերահսկվող այդ թամփոն զոնը, այսինքն բուֆերային գոտի։ Այսինքն ծրագրերը մի քանիսն էին։ Հիմա ռուսների միջամտությունը այս օպերացիայում իհարկե լրիվ բոլոր խաղաղությունները Էրդողանի եւ Անկարայի պաշտոնական ընկերները խառնում են, որովհետեւ այդ բոլոր ծրագրերը հորս ցնդեցին շարքանում են եւ քրդերը, որոնք գրավեցին Թել Ավիադ քաղաքը, բավականին հաջողությամբ Թել Ավիադը, որը կարևորագույն ստրատեգիական կետ է էլի սիրիական սահմանում եւ լիովին վերահսկում է այդ կետը եւ ոչ ռուսները, ոչ ամերիկացիները, որոնք այսպես ինչ-որ տարբեր կոալիցիաների մեջ են, այնուամենայնիվ հակված չեն քրդերին դիտարկել եւ հատկապես այդ տարածքում պայքարող իսլամական պետություն կոչեցած եւ պայքարող ուրեմն քրդական զորաճոկատները դիտարկել որպես ահաբեկչական խմբեր, ինչպես դա պահանջում է Թուրքիան։ Ասենք ինքնական քրդական բավարարական կուսակցությունը, այո, Ամերիկան մսել է իր ահաբեկիչ կազմակերպությունների ցանկի մեջ, բայց մյուս կազմակերպությունը, այսպես քույր կազմակերպությունը սիրիական PKK-ն, այդ հապաղումը PYG, հապաղումն է, ուրեմն դեմոկրատական դաշինքի կուսակցություն, ասենք ասենք, նրանց չի դիտարկում, որտեղ նրանք դաշնակիցներ են ամերիկացիների համար։ Թուրքականն է, շատ հետաքրքիր է խոսում, բայց ժամանակը։ Լավ, ուրեմն սա այսպես։ Հիմա ես կարծում եմ ինքնուրույն էր գործում Էրդողանը, թե չէ, այդ հարցը շատ է քննարկվում եւ ռուսական լրատվամիջոցները, եթե նայում եք, եւ թուրքականում, եւ մեր ուրեմն լրատվամիջոցներում, ես կարծում եմ, որ Էրդողանը ռիսկ չէր անի ինքնուրույն գործել, այնպիսի կարտիկներ, որ չէ, ուրեմն ինքը ինքնուրույն է գործել, ռիսկ չէր անի, որտեղ Թուրքիայի համար
դա գիտեք գենետիկ վախ է ռուսների նկատմամբ եւ ինքնուրույն նման գործողություն անել նրանք չեն կարող պատահականություններ թե ոչ պատահականություն չէ որտեղ եթե մենք նայենք այն տեղեկատվական ուրեմն զուգակցումը եւ նախապատրաստական աշխատանքը որը տարել են թուրքերը այսինքն այդ թուրքմենների թեման անընդհատ շարունակվում էր մամուլում մակուն մի քանի անգամ դիմեցին ուրեմն այդտեղի բնակչությունը ուժում է հումանիտար կատաստրոֆա եւ այլն այսինքն այդ եւ ներքին իր լսարանը եւ դրսի լսարանը նախապատրաստում են որ ինչ որ մի բան կարող է լինի եւ բնականաբար համաձայնեցել են գուցե ոչ բոլոր բնականաբար ՆԱՏՕ-ի անդամների միջև այլ ամենավերևում ինչ որ տետատետ այդ համաձայնությունը նրանք ստացել են այլապես նրանք այդ բանը ինքնուրույն ինքնագործ չեն անում հիմա ինչ հետևանքներ կարող են ունենալ հետևանքները տեսնում ենք շատ ոչ ներողություն հետևանքներն անցնելուց առաջ երբ որ ասում եք համաձայնեցված է խոսքը գնում է ակցիայի մասին որ այդ բանին խփեցին թե որ համաձայնեցված է որ խփելու են որովհետև մամուլը հաղորդում է ընդհանրապես այդ տեղեկությունը կա որ եթե անգամ ռուսական ինքնաթիռը հատել է սահմանը, ապա հատել է 17 վայրկյանը։ Այո։ 17 վայրկյանի ընթացքում նախապատրաստել այդպիսի հարցարկում իրականացնել, ընդ որում պլյուս մի հատ էլ համաձայնեցնել ինչ-որ մեկի հետ։ Չէ, ես դրա համար եմ ասում, որ քանի որ պարզ է, որ ռուսական ինքնաթիռները անընդհատ այդ գոտով անցնում գնում են։ Հետևաբար համաձայնեցվել է, որ եթե առիթ լինի խփելու, որովհետև տեսեք եւ շատ պրոֆեսիոնալ այդ վիդեո կադրերը, որ մենք տեսնում ենք։ Հետո եթե մենք հետևենք ասենք թե թուրքական մեդիան ինչ է անում, հանկարծ այդ 17 վայրկյանում նրանք ասում են 10 անգամ զգուշացրել է։ Անմիջապես հայտնվում է այսպես ասած տեղեկատվական այդ օժանդակությունը Թուրքիայի ներսում, որ իբրև շատ լավ ձայնագրած կարծես ստուդիայում, այսպես ասած, ձայնագրած բաներ են, որ թուրք օդաչուները այս 16-ից զգուշացնում են։ Շատ լավ թուրքերենով առանց աղմուկի, առանց բանի մենք շատ լավ լսել ենք, չէ՞, տեսեք, որ եթե խոսում են օդանալու միջից, ինչ-որ բաներ են լինում աղմուկանշած, ասում են, ոնց որ ստուդիայում ձայնագրած բաների, որ քանի անգամ զգուշացնում են, որ մենք կխփվենք, եթե դուք չհեռանաք մեր սահմանից, եւ ինչպես հիմա պատմում է 17 վայրկյանում, անընդհատ տեքստը ոնց են հասցրել ասել, այսինքն այս ամեն ինչը եւ ինֆորմացիոն օժանդակությամբ եւ ինչպես ես ասում դա նախապատրաստված ակցիա է եւ սպասում էին ուրեմն առիթի, որպեսզի կարողանան այդ գործողությունը անեն։ Ինչ էին ուզում մի քանի նպատակներ, ուրեմն առաջին ահաբեկել ռուսներին, աղմուկ բարձրացնել, որ այդ վտանգ է սպառնում, այսինքն առարկայական ցույց տալ, որ վտանգ է սպառնում այդ տեղի ուրեմն թուրքմեն բնակչության եւ Թուրքիան իրավունք ունի պաշտպանել իր տարածքը, ինչպես բազմիցս եւ Էրդողանը նշեց եւ Ահմեդավթոğlu նշեց եւ Բարակ Օբաման հայտարարեց, թեև օրինակ ՆԱՏՕ-ի նիստը, եթե հետևել եք, այնքան էլ միանշանակ չի ակցել այդ նիստը, որ շատ տարածությամբ Թուրքիան հրավիրեց, միանշանակ չի ակցել, այնտեղ ձայներ են հնչել եւ դեմ եւ միասնական հայտարարություն այդ առիթով չի ընդունվել։ Համենայն դեպս, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձելով ամեն կերպ մեկուսանալ, հա, որպես կոլեկտիվ ինչ-որ պատասխանատվություն վերցնելու, անընդհատ դա տեղափոխում է ռուս-թուրքական հարաբերությունների հարթակ, ասում է ռուս-թուրքական բան է, բայց Թուրքիան իրավունք ունի։ Այսինքն դա թողնում է երկկողմանի հարաբերությունների։ Հիմա հետևանքները արդեն այսօր, եթե հետևել եք մամուլին, այսօր արդեն համատեղ ռուսական օդուժը, սիրիական ցամաքային զորքերի հետ միասին նույն տարածքում, որտեղից որ այսինքն որտեղ որ քրչել էին, սպանվել էր հա օդաչուներից մեկը, իրականացրել է շատ լայնածավալ օպերացիա, հենց նույն այդ թուրքոմաններով բնակեցված գոտու։ Եվ գիտեք ինչ, ես չեմ կարծում իհարկե, որ ռազմական ինչ-որ գործողություններ կան, Ռուսաստանը իրեն հաշիվ է տալիս, որ ուզում ենք, թե չենք ուզում, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, եւ եթե ինչ-որ էսկալացիան ավելի շարունակվի, ՆԱՏՕ-ն էլ ուզում է, թե չի ուզում 5-րդ կետի համելից
կանոնացիան 5-րդ կետի համապատասխան ինչ-որ գործողություն կյանում։ Ռուսաստանը դա բոլորովին չի ուզում, բայց հաշվի առնելով Ռուսաստանի կշիռը դերը, հաշվի առնելով նաև Պուտինի ինչպես անվանում մաչիզմը, հա, մաչո լինելու այդ բանը, նա իրեն իսկապես որ մարդկայնորեն շատ խոցված է զգում եւ ինքը անպատասխան դա չէր թողնում։ Այսօր արդեն դա եղավ, հայտարարությունները լսել եք, որ կփորձեն ասենք թե տնտեսական որոշ ծրագրեր վերանային, քաղաքական հարաբերություններ արդեն Լավրովը հետաքրքիր, այս է դա քաղաքական Եվ այս բոլոր ուրեմն հայտարարությունները եւ որոշ քայլեր, որ ձեռնարկված են, այսինքն երկարատև, այսպես ասենք, երկարատև ռուս-թուրքական հարաբերությունները համենայն դեպս դա չի նշանակում, որ ես կարծում եմ, որ չեն թշնամանա, որտեղ փող կապակցված են, ոչ միայն ասենք Թուրքիան շահերում, Ռուսաստանում են վեր շահերում, բայց այն որ փչացած են այդ հարաբերությունները երկարատև կտրվածքով, դա միանգամայն պարզ է, եւ դա այդպես է պիտի լիներ, ասենք, եթե հայ փորձագետները մեր միշտ ռուս գոլեգաների հետ որ հանդիպում են եւ գիտեք դուք հայ փորձագետների կարծիքը, որ այն որ տնտեսապես այդքան մերձենում են այդ երկրները, դա չի նշանակում, որ իրենք կարող են իսկապես դառնալ ռազմավարական գործընկերներ, որտեղ ինչքան մոտ են տնտեսապես, այնքան հեռու են բոլոր քաղաքական կարևորագույն խնդիրներում բացարձակ տարբեր կարծիքներ են եւ մոտեցումներ են, եւ Սիրիայի հարցում, եւ Քրդերի հարցում, եւ Կիպրոսի հարցում, միջազգային կարևորագույն խնդիրներում միշտ նրանք տարբեր դիրքերի վրա են։ Եվ Հայաստանը ցավոք սրտի տեսեք, ուրեմն կոնկրետ ասենք այս իրավիճակը Հայաստանի կարծես թե անմիջականորեն կարծես թե, հա, առաջին հայացքից չի այսպես սպառնում կամ ներգրաված չենք այս կոնֆլիկտի մեջ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք Ռուսաստանի ռազմավարական դաշտն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ունենք ռազմաբազա, ուրեմն մենք պիտի լինենք աչալուրջ, առանց ասենք թե ինչ-որ ավելորդ հայտարարությունների կամ բաների, եւ պետք է լինենք ոչ միայն աչալուրջ, որպես ասենք պետություն եւ մեր պետական այրերը, բայց նաեւ ավելորդ չողոքեվորվենք այն հայտարարություններից, որոնք արդեն իսկ հնչում են, ասենք ոչ Ռուսաստանի առաջի դեմքերի շուրթերից, բայց ինչ-որ ավելի ցածր տրամաչափի քաղաքական գործիչների շուրթերից արդեն մեզ զենք են տալիս, որ մենք գնանք ազատենք, այսինքն կրկին ցեղասպանության է Կարսի պայմանագրից եւ դա ցույց է տալիս այս հետորաբանությունը, որը մենք ուրեմն տեսնում ենք այսօր ռուսական մամուլում, ցույց է տալիս, որ մեր ռուս այսպես ասենք գործընկերները եւ այլն, նրանք շատ լավ ամեն ինչ գիտեին, ոչ թե ինֆորմացիայի պակաս, եւ Աթաթուրքի եւ բոլշևիկների գործընկերները շատ լավ տեղյակ եւ իրենց արածից են տեղյակ, թե ինչ է կատարվել ցեղասպանության տարիներին, փոխհատուցման խնդիրներից են խոսում, որ պետք է այո, դիմեն դատարան փոխհատուցում տալի, ամեն ինչից տեղյակ է, բայց միշտ շատ զուսպ ու լռում էին եւ այլն, բայց հիմա առիթ եղած դեպքում նրանք օգտագործում են մեր խնդիրները որպես գործիք։ Ես չեմ ուզենա, որ մեզանում որոշ ինչ-որ հասարակության ներկայացուցիչներ կամ ոգևորվում են դրանից, որ դրանից ոգևորվեն, որ մեր խնդիրները արդար են եւ ճիշտ է, որ այդ խնդիրները պետք է մենք հետապնդենք, բայց այս կտրված որ եւ դրանք որպես գործիք են օգտագործում, դա մեզ բոլորովին պետք չի։ Հարց կարելի է այն հայտարարությունը արտերկրում տեքստով Ռուսաստանի Դաշնության նախագահի, որ այսպիսով Թուրքիան կանգնեց ահաբեկիչների եւ այսպես կոչված իսլամական պետության կողքին, եթե Թուրքիան նշանակում է նաեւ որոշ նախորդ պետություններ կամ ռազմական գործողությունների վրա զարգացումը ինչպես է պատկերացնում, ինչ կլինի։ Հայտարարությունը եղել թե որովհետեւ Չէ, տեսեք, ուրեմն Ռուսաստանը շատ բարդ կացության մեջ է անցնում, մենք դա պետք է հաշվի առնենք, որ չնայած ինչ դաշնակիցներ եւ անդամ բանակցությունների մեջ է եւ որպես դաշնակիցներ ուզում են ներգրավել հնարավորինս չափ, հա, շատ երկրներ, բայց այնուամենայնիվ, այսպես ուժեղ կոալիցիա, շատ ուժեղ կոալիցիա Ռուսաստանը դեռ ինքը չունի։ Մյուս կողմից ասենք, ՆԱՏՕ-ն, որ ասում ենք, պետք է նկատի ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգները, նրանք ունեն իրենց կոալիցիա, որտեղ 69 երկիր են,
որքան են ռեալ գործում են ուրիշ խնդիրներ։ Ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգները, նրանք էլ ասում են, այո, խնդրեմ, թող Ռուսաստանը գա, միանա մեր կոալիցիան, ամբիցիաների խնդիր է, հասկանում եք այստեղ, ամբիցիաների։ Եվ Ռուսաստանը ամիցիա, որ ասում եմ, նկատի ունեմ, որ արդեն ստեղծված կա Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ղեկավարվող կոալիցիա, չէ՞, եւ ԱՄՆ չի մերժում ռուսներին, ասում է, որ ռուսներն ասում են, եկեք միանանք մեր կոալիցիան, որտեղ ՆԱՏՕ-ն իրականում իսլամական պետության դեպ չի պայքարում, նրանք ասում են, մենք արդեն կոալիցիա ունենք, դուք եկեք, այստեղ կլինի, այո, ով է հրամաններ տալիս, որ ասում եմ ամբիցիաներ, ով է նախ ամբիցիաներ կան, բայց ով է ղեկավարել, ով է հրաման տալու, որ թիրախը պետք է խոցվի, որտեղ պետք է ռմբակոծվի, ռազմական օպերացիան ինչպես պետք է արվի։ Ուրեմն Ռուսաստանը խուսափում է, իհարկե ասում եմ, քննարկումների մակարդակով, անընդհատ այդ մեղադրանքները ՆԱՏՕ-ի հասցեին Ամերիկայի Միացյալ Նահանգներին հնչում են, բայց առաջին դեմքի մակարդակով կոնկրետ մեղադրանք Ամերիկայի Միացյալ Նահանգներին չի հնչել։ Թուրքիային հնչեց պարզ էր, որ ինչպես կարող էր չլինել, երբ որ արդեն ամեն ինչ պարզաբանված էր։ Եվ հիմա էլ տեսեք այս բարդ իրավիճակում ինձ թվում է, որ իհարկե Մոսկվան հասկանալի, որ Թուրքիան գլուխ մատ չէր արել, երբեք չէր արել։ Ուրեմն համաձայնեցված էր, բայց եկի, ասենք, առաջի դեմքի մակարդակով մեղադրանքը հնչում է Թուրքիայի հասցեին եւ կոնկրետ մեղադրանք, որ դուք աջակցում կամ ՆԱՏՕ-ի կամ ավելի ուղիղ ասեք Ամերիկայի Միացյալ Նահանգների չի հնչում, որտեղ Ռուսաստանը դա նշանակում է հարձակվել հզորավոր մի կառույցի հետ, ինչպիսին ՆԱՏՕ-ն է։ Հնարավոր է այսպես սցենար, որ Ռուսաստանը Հայաստանը օգտագործի որպես բազա, Այդ մտավախությունը անկեղծ ասած ես ունեմ, որտեղ մենք մերժել, ասենք, եթե ուզենան օգտագործել Երևանի մեր օդանավակայանը, եթե ռազմական ըստ համաձայնեցին, դա առկա է, այսինքն մենք չեմ իմանում ինչ պատերազմ պիտի մենք կարողանանք, ինչ հաստատներ կարողանանք բերել, որպեսզի ներեն, եւ հետո անկեղծ ասած մեր ղեկավարության այսպես պին լինելու մեջ, հա, ռուսներին հակազդելու ունակության մեջ նույնպես շատ մեծ կասկածներ են։ Հնարավոր է, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լավրովի այցը Հայաստան եւ տեղի ունեցավ խոսակցություն գնաց այն մասին, որ հակաօդային պաշտպանությունը Հայաստանում համակարգ պետք է ամրապնդել, ռուսները շատ լավ գիտակցում են, որ այնուամենայնիվ սա հեծեպես չի պետք է այստեղ ամրապնդել եւ հնարավոր է, որ այդպիսի խոսակցություն գնա։ Չեմ բացառել։ Համեցեք։ Նորմալության սիրիական երկու զարգացումները ինչ կփոխեն շատ Ռուսաստանը մոտեցումների կփոխեն, այսինքն կամ ավելի լավ կամրապնդի Սիրիայում հետ ընթացքան։ Ես չեմ կարծում, հասկանում եք, որ Ռուսաստանը իր կմեղմացնի, չեմ կարծում, այս պարուտերությամբ չեմ կարծում, որովհետև չափազանց շատ բան է դրված, ոնց որ ասած խաղադրույքը շատ բարձր է, որ Ռուսաստանը պետք է։ Ուրեմն եւ Ռուսաստանի գործողությունները այն, որ պատրաստում են S-400 հակաօդային նորաբույն քետաներ տեղադրել թուրք-սիրիական սահմանը, հենց այնտեղ որտեղից որ այդ Թուրքիայի կողմից հողանավորող աղաբեկիչները մտնում է գալի, որտեղ նախային է տարածքնատերում եւ այլն։ Այդ որոշումը հստակ է եւ դա հայտարարվել է, ասենք, ամենաբարձր պաշտոնական մակարդակով, այն որ ռազմածովային, ասենք, թե որոշակի նավատորմն են ամրապնդվում եւ այդտեղից օժանդակի համարուսական օպերացիաից չեմ կարծում, որ ռուսները հետ կկանգնեն այն համենայնդեպս գործողություններից, որոնք նրանք, այսպես ասած, ձեռնարկել են։ Թուրքիան հասկանում եք, եթե ասենք ՆԱՏՕ կոչված ՆԱՏՕ-ի կազմակերպական ավելի ճիշտ ՆԱՏՕ-ն այդտեղ որպես կառուցվածք չի, Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմուտքի կազմակերպված կոալիցիայում կան կասկածողներ, արդյոք ասենք ինչպես է պետք համագործակցել ռուսների հետ եւ այլն, ասենք նույն Գերմանիան իսկ գիտեր որ ՆԱՏՕ-ի քննարկումների ժամանակ դեմ է եղել ռուսների հետ սրվել հարաբերություններ սրել նույն Ֆրանսիան եւ այլն,
որ պետք է ռուսների հետ համագործակցել, բայց Թուրքիան կոնկրետ ինքը ունի իր սեփական օրակարգը, հասկանում եք, Սիրիան անգամ բարդ մի կծիկ է եւ մասնակիցները շատ են, եւ ամենակարևորն է, որ երկու կոալիցիաներ, որոնք կան, թե ռուսների կողմից ստեղծված, թե Ամերիկա, յուրաքանչյուր մասնակից ունի իր սեփական օրակարգը, հասկանում եք, թվում է, թե ինչ-որ նպատակը իսլամական պետության դեմ պայքարել է, բայց խաղացողներից յուրաքանչյուր իր սեփական ունի, որ կարող է հակասել ընդհանուր այդ պայքարին։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Թուրքիան շատ մեծ բան է դրել է սիրիական խնդիրը իր ուզածով լուծելու համար։ Եվ այդ բոլոր պլանները, որոնք Թուրքիան այսպես ասած փայփարել է, ունենալով պարտություն արտաքին քաղաքական իր քաղաքականության մեջ բոլոր գրեթե ճակատներում, այս բանը չի կարող գործել։ Այս ոնց որ ընկալում է եւ եթե կարդում ես թուրքական մամուլը, ոնց որ վերջին ճակատամարտը են, որ երկար ֆասլերի կոյ, այդպես անկալում Թուրքիան։ Դրա համար նաև մեծ ռիսկերի է եղել, մեծ ռիսկերի։ Այս դինամիկի միացնելու կառույցը Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը արդյոք այնքան կայուն է, որ նման արտաքին քաղաքական ռիսկեր ամբողջ Թուրքիայի կողմից։ Շատ լավ հարց է, որովհետև եթե մենք անդրադառնում ենք Թուրքիայի ներքին իրավիճակին, այդ թվում է թե, հա, նոյեմբերի 1-ի ընտրություններում հաղթանակ տանելուց հետո, որ ամեն գնով, որտեղ ամեն միջոց գործադրվեց այդ հաղթանակին հասնելու համար, թվում է թե արտաքին եւ զարգացում կուսակցությունը իրեն պետք է ամրապնդված կա։ Բայց այդպես չի, եւ ես գոնե որ Թուրքիայից եմ եկել եւ հանդիպումներ ունեցա իմ կոլեգաների հետ եւ ավելի մոտիկից ես երևեցի, այդպես չի։ Անկայունությունը, տեսեք, անմիջապես ռուսական օդանավը խոցելու պես թուրքական լրան անկում ամրեց, այսինքն տնտեսական վիճակը բավականին վատ է Թուրքիայի։ Եվ կապիտալն է դուրս գալիս, եթե կապիտալը դուրս է գալիս, դա նշանակում է կապիտալը ռեակցիա է տալիս, որ ներսում իրավիճակը գոհացուցիչ չի ներդրումներ կատարելու համար։ Քաղաքական իրավիճակը բոլորը հասկանում են, այսինքն որ այդ հաղթանակը արյան գնով է արվել, ազգային կուսակցության արյան գնով է արվել, եւ մարդիկ ուղղակի այդպես չի, որ Էրդողանի ռեյտինգը շատ բարձր է, ռեյտինգը իջնում է, եթե ամենօրյա կոնդակտորական հարցում ռեյտինգը իջնում է։ Այս իրավիճակը Էրդողանը հիմա օգտագործում է ռեյտինգը բարձրացնելու համար, որտեղ անընդհատ, ասենք, ինքը երևում է թուրքական մամուլում, այնպես շատ իրեն հզոր մի լիդեր դերդելով, որ տեսեք, այո, մեր թուրքիներ եղբայրներին եթե նեղացնենք, մենք սատար կկանենք, ով որ մեր տարածքը ներխուժի, մենք կխոցենք նրանց ինքնաթիռներն եւ այլն, ինքը դրա հաշվին փորձում է ներքին ինչ-որ դիվիդենտներ հավաքի, բայց այսօրվա դրությամբ դա այդպես չի։ Հակառակը ընդդիմադիր կուսակցությունները սկսեցին շատ բուժկու կերպով քննադատել Թուրքիային, ավելին կար սառեցված սկանդալ, որը կապված է մի վիդեո տեսագրության հետ, երբ հենց այդ դարպասով, սահմանային դարպասով, դեռևս 2014 թվականին էր այդ վիդեոն արվել, երբ MIT, այսինքն Թուրքիայի գաղտնի գործակալության կողմից ուրեմն այսպես պաշտպանվող մի ավտոշարասյուն իբր հումանիտար օգնության, բայց իրականում զենքզինամթերքով ուրեմն բեռնված մտնում էր հենց այդ տարածքը զենք մատակարարելով ահաբեկիչներին, հասկանում եք, եւ դա նկարահանվել էր եւ սկանդալ էր եւ դատական գործ է բացվել, հետո փորձեց Էրդողանը փոխելով դատախազին եւ այլն սառեցնել, ոչ թե փակել այդ սկանդալը, երեք օրինակ ընդդիմադիր կուսակցության նախագահ հանրապետական ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քլիչդարօղլուն նորից խոսեց այդ ժապավենի մասին եւ գործը կարծես թե նորից այսպես կենթանանում է քննարկվում։ Ամբողջ խնդիրը կառնում է նրանում, որ Թուրքիայում հիմա շատ դժվար է այսպես իրական պատկերը, հա, ներքաղաքական կյանքի եւ այլն տեսնել եւ փորձել հետեւել, որովհետեւ 80%-ով դաշտը լրատվական մաքրված է, այսպես ասած, Թուրքիայում, հասկանում